ԵԱՏՄ-ն փաթված առաջին նշանակում է ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում։ Հայաստանն այս պահին արդյոք երկու խաղ է խաղում Եվրամիություն թե ԵԱՏՄ հարցի շուրջ։ Պաշտոնական Երևանի քաղաքականությունը ԵԱՏՄ-ին հակառակ չէ, հետաքրքրվում են լրագրողները արձակուրդի մեջ գտնվող վարչապետից։ ԵԱՏՄ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսով, այսինքն որևէ որոշում չի կարող ԵԱՏՄ-ում ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը։ Չնայած Կրեմլից վերջերս հնչած գնահատականին, որ Երևանը շարունակում է հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը, Փաշինյանը պնդում է, վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, ասում է պիտի այլընտրանքներ ունենանք։ Երբ որ մենք տեսնում ենք, որ նժարի մի կողմը շատ ծանրանում է եւ կարա շուռ գա բաժակը, մենք մեր քաղաքականությունը բալանսավորում ենք, որպեսզի հավասարակշռությունը եւ հարթությունը պահպանվի։ Առանց անուն տալու վարչապետը բացահայտեց ռուս գործընկերներից մեկի հետ խոսակցությունը։ Ռուս պաշտոնյան Փաշինյանի խոսքով ասել է, Հայաստանը Եվրամիության հետ գործակցությամբ վնասում է Ռուսաստանի շահերին։ Ներկայացրեք մի օրինակ, որտեղ Եվրամիության հետ մեր համագործակցությունը Ռուսաստանի շահերին հասցրել է առարկայական վտանգ։ Եվ հասկանալի է, չէ՞ որ սեղանի շուրջ նստված մարդը առավել քան լուրջ լրջագույն մարդկանց հետ մենք գործում ենք։ Եվ գիտեք ինչ էր պատասխանը։ Լռություն։ Օրեր առաջ Մոսկվան հայտարարեց, որ Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության էներգետիկ կարիքները մոտակա տասնամյակների ու նույնիսկ 100 տարվա համար։ Ինչ արձագանք ունի Փաշինյանը։ Այդպիսի մեծ ատոմակայանի կարիք չենք ունենալու, որովհետև մենք ունենք մեր ռեսուրսը արևը։ Մենք հիմա կենտրոնացած ենք, մենք ուզում ենք մոդուլյար ատոմակայան։ Իսկ թրիփը գործնական փուլ է մտնում։ Փաշինյանը նոր մանրամասներ է ներկայացնում գործընթացից։ Տարածքների ուսումնասիրությունն է տեղի ունենում։ Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ օրերս բացման վերաբերյալ տեղեկություններ վարչապետն անձամբ չունի եւ ծանոթ չէ թուրքական մամուլում շրջանառվող լուրերին, բայց ասում է ուզում են, որ դա տեղի ունենա։ Ավելին, Փաշինյանի խոսքով դա տրամաբանորեն պիտի տեղի ունենա։ Որ այն տեղի ունենա, ես դա կողջունեմ։ Միանշանակ եւ անել եւ ոչ մի կասկած չունեմ, որ դա միայն պոզիտիվ կբերի Հայաստանին, միայն։ Եկել ենք, որ դիմավորենք մեր արևին, մեր Նիկոլ Փաշինյանին։ Ինչու են ուսուցիչներն ու դպրոցականները բերվում ՔՊ-ի նախընտրական հավաքներին։ Այդպիսի մի քանի դեպք լրատվամիջոցներն ու ականատեսի դիտորդներն էին բացահայտել Արագածոտնում։ Վարչապետն ասում է, աշխատանքից ազատման դիմումներ կան արդեն։ Մենք հիմա ծառայական քննություն կիրականացնենք եւ այնտեղ որտեղ պարզի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ ազատենք։ Ճեպազրույցն առանց միջադեպերի չանցավ, քաղաքացին փողոցի շների ստերջացման խնդրից էր դժգոհում, պնդելով, որ այդ նպատակի համար նախատեսված գումարներն այլ տեղ են ուղղվում։ Ես բազմաթիվ ասել եք, որ հանձնարարել։ Առ այսօր որևէ մեկը իմ հետ չի կապվել։ Այդ շանը փոխանցեք մեր վերահսկողական մարմիններին, ոստիկանությանը տվեք շանը, ես հենց այդ շան օրինակով այդ համարով կգնամ։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։